Հայաստանը պատրաստ է կառուցել նոր ատոմակայան, սակայն դրա էլեկտրաէներգիայի սակագինը կլինի ավելի բարձր, քան գործող Մեծամորի կայանինն է, քանի որ գնի մեջ հաշվի կառնվեն մեծ կապիտալ ներդրումները։ Կառավարությունը հակված է փոքր կայանների կառուցմանը, սակայն դրանց արդյունավետությունը դեռ պարզ չէ։ Նախ եկեք սկսենք խոսել նրանից, թե արդյոք կառուցվի նոր էներգաբլոկ։ Իսկ ես չեմ կարծում, որ մոտակայում նոր էներգաբլոկի կառուցումը հնարավոր է։ Դրա շուրջ ճիշտ է խոսակցություններ կան, տարբեր ժամանակ պետական տարբեր այրերի ասում են ինչ որ ամերիկյան էներգաբլոկ են բերելու, այսպես կոչված մոդուլային եւ այլն, բայց ես չեմ կարծում, որ գոնե այս պայդրությամբ ես կարող եմ վստահ ասել, որ բացի դատարկ խոսակցություններից այլ տարբերակ չկա, այսինքն ոչ մի լուրջ գործընթաց այդ ուղղությամբ չի տարվել։ Թեև վերջնական որոշում դեռ չկա, ատոմային էներգիայի ռազմավարական նշանակությունն անվիճելի է։ Նոր ատոմակայանի կամ առկա ատոմակայանի մոդեռնիզացումը դեռ քննարկման փուլերում է, դեռ վերջնական որոշում չկա, որ ճանապարհով է գնալու Հայաստանը, բայց ատոմային էներգիա եւ ատոմակայանի լինել-չլինելը ընդհանրապես քննարկման առարկա չէ։ Միանշանակ պետք է, միանշանակ ամենաարդյունավետ ատոմային կայանն է պետք, որը Հայաստանի համար հազվագյուտ ռազմավարական նշանակություն ունի։ Եթե նույնիսկ ներդրումային խոշոր ծրագրի սպասարկման պատճառով բերի ինչ-որ միտեղ նույնիսկ էլեկտրաէներգիայի գների թանկացմանը, դա այն վճարն է, որը ես կարծում եմ, որ արդարացված է, եթե վճարենք։ Ըստ փորձագետ Արմեն Մանվելյանի, գոնե ամերիկյան կողմի հետ կապված ոչ մի նմանատիպ ծրագիր սեղանի վրա գոյություն չունի։ Որոշակի առաջարկներ կան Ռուսաստանից, որն առաջարկում է այսպես կոչված դասական էներգաբլոկ 1200 մեգավատ հզորությամբ։ Բոլոր էներգետիկ են աղբյուրները, որոնք կան, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում, այդ ամենը գնում է հետ, էլեկտրացանցեր։ Էլեկտրացանցերն է որոշում գինը, իսկ ինքը նրանցից առնում է եւ ինքն է վաճառում։ Հետաբար ինքը ամբողջ էլեկտրացանցերում, ասենց ասեմ, խառնվում են իրար եւ մի գնով են վաճառում, տարբեր գներ չկա։ Ինքը առնում է պարզա տարբեր գներով։ Այս պայդրությամբ այսամ ամենաէժան էլեկտրաէներգիան ատոմակայանն արտադրում։ Բայց եթե ճիշտ եք ասում, նորը կառուցվի, իհարկե էլեկտրաէներգիայի գները զուտ ատոմակայանի պետք է որ ավելի թանկ լինեն, որովհետեւ բավականին խոշոր ներդրում է պահանջում եւ այլն եւ այլն։ Բայց սա մի փոքր ավելի հեռու ապագայի խնդիր է։ Էմիլ Ստեփանյանի խոսքով էլեկտրաէներգիայի սակագինը կախված է 1 տասնյակ գործոններից, ներառյալ փոխարժեքի տատանումները, վարկերի սպասարկումը եւ հեծի բաշխման կորուստների կրճատումը, որոնք կարող են չեզոքացնել ներդրումային ծախսերը կամ նույնիսկ իջեցնել գինը։ Արտադրող կայանների եւ շուկայի մասնակիցների փոփոխությունները նույնպես ազդում են սակագնի վրա։ Սակագնի կեսից ավելինը պայմանականորեն կապ չունի բուն էլեկտրաէներգիայի արտադրության հետ։ Դա սպասարկող, ասացի արդեն, կառույցների սակագներն են եւ մի քանի գործոններ։ Նույնիսկ արտադրության եւ սպառման կառուցվածքի փոփոխությունը եւս կարող է նպաստել դրական կամ բացասական սակագնի վրա։ Հեծի ազգայնացումը քաղաքական որոշում է առանց տնտեսական հիմքի, քանի որ այն եկամուտ չի բերում, բայց մշտապես ներդրումներ է պահանջում։ Էլեկտրացանցը արագ մաշվող համակարգ է եւ դրա պահպանումը պահանջում է շարունակական ֆինանսական ներդրումներ։ Արմեն Մանվելյանի խոսքով, եթե պետությունը գնում է այլ մարդու ունեցվածքի բռնազավթման, ապա հարց է առաջանում, իսկ ով է այդ ներդրումներն անելու։ Սիֆացելներու կամ դա նոր վարկեր վերցնեն մեր եւ ձեր հաշվին։ Կամ ասենք վաճառել մեկ այլ փորձեն վաճառել ինչ որ մեկ այլ անձի, բայց ես կարող եմ հավաստիացնել ցանկացած մեկը որ որոշի հեծ առնել, որ իդեպ շատ բարդ խնդիր է։ Ինքը առաջին պահանջը որ դնելու է պետության առաջ, դա սակագների թանկացում է։ Մասնագետի խոսքով արևային եւ փոքր հիդրոկայանների էլեկտրաէներգիան ներկայում ամենաթանկն է կիլովատժամով, սակայն հեծը միջինացնում է գները վաճառելով միասնական սակագնով։ Արդյունքում մենք սպառողներս այդ գնային տարբերությունը չենք զգում։ Հայաստանում էլեկտրաէներգիան համեմատած այլ երկրների հետ համարվում է ոչ էժան, բավականին թանկ։ Եվ նաեւ դրանով է կախված արևային էներգիայի շատ ակտիվ զարգացումը Հայաստանում, մոտ 40,000 հանրային եւ բնակիչ սպառողներ, բիզնեսներ եւ տնային տնտեսություններ արդեն տեղադրել են սեփական կարիքների համար
արևային կայաններ։ Հայաստանի արևային էներգիայի ներուժը հսկայական է, դա նպաստավոր պայմաններ է ստեղծում ոլորտի զարգացման համար։ Արևը Հայաստանի որպես երկիր բացառիկ մրցակցային առավելություններից է, որպես համեմատություն արևային կայանը, որը տեղադրված է Հայաստանում, մոտ 30-40% ավելի արդյունավետ է գործում, քան այդ նույն կայանը տեղադրվեր Գերմանիայում, շնորհիվ ակտիվ արևի։ Իսկ Գերմանիան աշխարհում 5-րդ պետությունն է արևային կայանների տեղադրման ծավալով։ Չնայած հանգամանքին, որ Հայաստանի էներգետիկ ապագայի վերաբերյալ շարունակական քննարկումներ կան, ակնհայտ է ատոմային էներգիան շարունակում է մնալ ռազմավարական կարևորության ոլորտ։ Նոր ատոմաէլեկտրակայանի կառուցման շուրջ քննարկումները ցույց են տալիս դրա կենսական անհրաժեշտությունը, սակայն մարտահրավերներ քիչ չեն թե ներդրումների եւ թե սակագնի բարձրացման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ արևային էներգիայի ներուժը եւ դրա օգտագործման աճը վկայում են, որ էներգետիկ ոլորտը Հայաստանում դինամիկ զարգանում է, բացելով նոր հնարավորություններ եւ առաջադրելով բարդ լուծումներ պահանջող խնդիրներ։ Աննա Հարությունյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։